մասին դատողություններ անել։ Այսօրվա վերլուծությունը վերաբերում էր Հայաստանի խաչմերուկին եւ վերլուծելով այսպես ամբողջ պատկերը դուք հետաքրքիր ձևակերպում եք անում, այստեղ ասում եք, որ խնդիրը հակադրությունը խաղաղության եւ պատերազմի մեջ չէ, հակադրությունը պատրանքի եւ պատասխանատվության մեջ է։ Պատրանքը համոզվածությունն է, որ տնտեսական ինտեգրացիան ինքնին կլուծի անվտանգային խնդիրները, պատասխանատվությունը դա գիտակցումն է, որ նախանրաժեշտ է ամրապնդել ինստիտուտները, վերակառուցել պաշտպանական կարողությունները եւ ձևակերպել հստակ ազգային օրակարգ եւ միայն հետո աշխարհագրական դիրքը վերածել իրական առավելության։ Հիմա այս պատկերի մեջ մնալով, որոնք են ռիսկերը, որոնք որ Հայաստանի առջև ծառացել են եւ ինչպես են հաղթահարելու այդ ռիսկերը։ Այսպես ընդհանուր արտաքին քաղաքականության ներկայացնի այդ շրջանակներում եմ ուզում հարցը քննարկենք։ Բարև ձեզ, շնորհակալություն եւ ողջունում հարգարժան գործընկերներին։ Ընդհանրապես միջազգային հարաբերությունների մեկ տեսություն գոյություն չունի։ Ոնց որ քաղաքական տեսություն գոյություն ունի, միջազգային հարաբերությունների տեսություն գոյություն չունի։ Եվ եթե ամփոփենք միջազգային հարաբերությունները դա վերապրելու արվեստ է։ Հիմա մեզ իմ կարծիքով ասեն հայտնել է մեր այսօրվա վարվող արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր հայրենակիցներին կապացնող որ մենք ունենք շատ ակտիվ դինամիկ արտաքին քաղաքականություն, բազմաթիվ այցեր, հանդիպումներ, արարողություններ, բացակայել ստորագրվում, բայց այսօր կուզենամ էստեղ հիշել մի շատ դիպուկ անգլիական ասացված, որ ասում է մի շփոթեք շարժը առաջընթացի հետ դինել է ասում, բայց դա առաջընթաց չէ։ Հիմա դիվանագիտության ամենակարևոր նպատակը որն է։ Ստանալ այս եւ աշխարհում միշտ այդպես եղել, վտանգավոր աշխարհում ապահովել քո անվտանգությունը, բարեկեցությունը եւ զարգացման հնարավորությունը։ Ես եմ տեսնում այդ ձգտումը ներկայիս իշխանությունների կողմից կամ այդ գիտակցումը։ Արդյոք ես անդրադարձել եմ տարբեր մոտվածներում մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը եւ իմ մոտեցումներին։ Նաեւ ուզում եմ օրգանական կապ ապահովել այսօրվա նախորդ բանախոսների թեմայի հետ եւ ես նաեւ անդրադարձել եմ մեկ այլ հոդվածում Հայաստան, Իրան, Ռուսաստան ռազմավարական եռանկյունի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ, որը կլինի այս տարածաշրջանում կառուցման հենակետը։ Դուք նշեցիք, որ այսօր տարածաշրջանը վերածվել է հերթական արտաքին ազդեցությունների մրցակցության փուլի եւ ավելի համարձակ հայտարարություն կանեմ։ Կարծում եմ այս տարածաշրջանը մեծ տարածաշրջանը եւ Հարավային Կովկասը դրա համաշխարհի մասն է, դարձել է եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցվածքային բեկման փուլ։ Եվ այստեղ հատվում են եւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային շահերի բախումը, իրավիճակի վերջին տարիների փոփոխության արդյունքում տեղի ունենում ենթակառուցվածքային, տրանսպորտային եւ էներգետիկ նախագծեր, նոր նախագծեր եւ այստեղ բախում են նաեւ անվտանգային եւ քաղաքակրթական կամ ինքնության շահերը։ Այս աշխարհում միայնակ շատ դժվար է պաշտպանել քեզ եւ ապահովել քո շահերի առաջխաղացումը։ Իրանին անդրադառնալով տեսեք, իրանագետներ այստեղ կան, գուցե մի քիչ համարձակ իմ կողմից, բայց մի քիչ պատմություն գիտեմ, որպես նախկին արտագետ ինձ այդ համարձակությունը թույլ կտամ։ Ընդհանրապես մեր ներսավոր արևելքում մեծ իմաստով հավասարակշռությունը պահպանում էր Իրան-Իրաք մրցակցության եւ փոխհարաբերությունների
մակարդակով։ 2003 թվականից հետո, երբ որ տեղ ունեցավ Իրաքյան երրորդ պատերազմը եւ տեղ ունեցավ Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք ռեժիմի փոփոխությամբ, ԱՄՆ-ն մեր շահառուն Իրան էր եւ նա ամրացրեց իր տարածաշրջանային դիրքերը այդ պատերազմի արդյունքում։ Իր տարածաշրջանային ազդեցությունը այնքան տարածվեց, որ մասնագետները խոսում էին շիական կիսալուսնի գոտու ստեղծման վերաբերյալ։ Ընդամենը 20 տարի հետո այդ բուֆերային գոտիները անհետացել են, իսկ Իրանը այսօր գտնվում է անմիջական սպառնալիքների միջավայրում։ Ինչու դա տեղի ունեցավ, տարբեր պատճառներով, ես մի հոդվածում անդրադարձել եմ, որ կոչվում էր կայսրությունների մետամտությունը, անդրադարձել եմ թույլ տված սխալների։ Տեսեք, ավանդական քաղաքականությունը, որը տասնամյակների ընթացքում ապահովում էր գործընթացների կառավարությունը, բալանսավորման եւ արտաքին հեգեմոնիայի կանխարգելման ուղղությամբ այսօր ասենք քայքայված է։ Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, կորցրել են բարեկամ պետությունների այդ գոտու հնարավորությունը եւ եթե նախկինում այդ բարեկամ երկրները ուշադրացման միջոցով ապահովում են սպառնալիքների հեռավորությունը իրենց տարածքներից, ապա այսօր իրավիճակի փոփոխության արդյունքում սպառնալիքները ոչ թե ծայրամասում են մարտահրավերն, այլ անմիջական հարևանությամբ են, եւ սա աշխարհական իմաստով որակապես տարբեր իրավիճակ է։ Երկրորդը ես անդրադարձել հոդվածում, որ կայսերական ժառանգություն ունեցող տերությունները ինքնաբուծության արդյունքում շատ անգամ հակված են գերագնահատել իրենց արտադրության ծավալը եւ հարաբերությունը։ Նրանց թվում է, որ պատմական եւ քաղաքական դերը մշակութային ձգողականությունը եւ ռազմական ներուժը ապահովում է ռազմավարական կայունությունը։ Այս մեծամտությունը երբ զուգակցվում է տակտիկական սխալների հետ, եւ շատ անգամ տակտիկան ստրատեգիայից են շփոթում նույնիսկ մեծ տերությունները, բերում է ռազմավարական խոցելիությանը։ Եվ այստեղ կոնկրետ օրինակ բերեմ, իրավիճակը տարածաշրջանում անշուշտ փոխվեց 20 թվականի պատերազմից հետո, ամենադառը հետևանքները զգացին մեր վրա, բայց Իրանի եւ Ռուսաստանի կեցվածքը, որը որոշ չափով պայմանավորված է կայսերական մեծամտությամբ եւ տակտիկական սխալներով, նույնպես համապատասխանային միջավայրը ոչ թե ավելի նեղացավ, այլ բավական խորացավ մտահոգությունների, սպառնալիքների եւ մարտահրավերների արդյունքում։ Հետևաբար այսօրվա իրավիճակը դա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, մենք բարեկամական, պատմական, մշակութային լուրջ կապեր ունենք, բայց արտաքին քաղաքականությունը նաև շահերի մասին է։ Եվ ես կարծում եմ, որ մենք խոսում ենք տարբեր ազդակների վերաբերյալ Իրանի կողմից, մեր ուրիշ ռազմավարական գործընկերների կողմից, բայց պահը հասունացել է, որպեսզի կարողանանք հին ավանդական քաղաքականությունից վեր կանգնել եւ հասկանալ, որ մենք ապրում ենք որակապես այլ աշխարհում, որտեղ ուժը դնում է իրավունքը, ինչպես շատ հաճախ է պատմության ընթացքում։ Եվ այստեղ ես գտնայի առանձնացնել երկու գործոն, որոնք ասում են արջի ծառայություն են կատարում Իրանի բարեկամներին։ Առաջինը ինքնաբավության գործոնն է։ Տեսեք, երկար ժամանակաշրջանում ռազմավարական համբերությունը, ճկունությունը, ասիմետրիկ պատասխանների կարողությունը եւ պատժամիջոցների միջազգային ճնշման մեկուսացման պայմաններում
բավական ասուլավետ եղել է Իրանի պարագայում, բայց այսօր իրավիճակը դրդորեն փոխվել է։ Սպառնալիքները անմիջապես հասել են Իրանի դարպասները եւ Իրանը արտադրվում է լրջագույն մրցակիցների հետ, եւ այս պարագայում այս ինքնապահությունը կարող է հակառակ էֆեկտ տալ։ Հետևաբար ժամանակում որպեսզի հենց Իրանում սկսել մտածել ոչ թե տակտիկական դաշինքների մասին, այլ ռազմավարական փոխգործակցության ուղղությամբ, որը ունենա կառուցվածքային բովանդակություն, ես նկատի ունեմ անվտանգության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ էներգիայի ոլորտում։ Երկրորդ գործոնը, որը նույնպես բացասական ազդեցություն ունի, դա Իրանի ավանդական արտաքին քաղաքականության դանդաղությունն է։ Անշուշտ կայուն պայմաններում այս ռազմավարական համբերությունը եղել է արդյունավետ, բայց երբ որ տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտության մեջ եւ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը փոխվում է արագացված տեմպերով, այդ դանդաղությունը կարող է խորացնել իրավիճակը։ Հետևաբար այս մարտահրավերներին եւ նկատի ունեմ իմ նախկին գործունեության ընթացքում ես հարցներ ունեցել եմ խոսել եւ Իրանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ։ Եթե կա մարտահրավերների համատեղ ընկալում եւ հնարավորության շահերի համադրում, հարկավոր է ստեղծել պաշտպանական դաշինք, որը կարող է չեզոքացնել ներկայիս մարտահրավերները։ Այսօր աշխարհը շատ մարտահրավերներ է ներկայացնում բոլոր երկրներին, ինչպես է պատմության ընթացքում։ Եվ ամենակարևորը այն երկրները կարողանան հաղթահարել այս մարտահրավերները, որոնք կարող են ադապտացվել։ Մեծ տերությունները, մեծ կայսրությունները չեն քայքայվել, անկում չեն ապրել, պարզապես պատերազմների հետևանքով։ Նրանք քայքայվել են, անկում են ապրել, երբ որ նրանք չեն կարողացել համարձակ կերպով արձագանքել եւ դիտակցել մարտահրավերներին եւ գործել համապատասխան կեցված։ Նրանք պետք է դիտակցեն, որ պետք է վերաարժանացնել միջազգային միջավայրի կառուցվածքային փոփոխման հարմարվելու իրենց կարողությունը։ Այստեղ ես տեսնում եմ երկը եւ Իրանի, եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի համար։ Շնորհակալություն պարոն Աղազյան, բավականին մանրամասն վերլուծության համար եւ այսպես Իրանից անմիջապես անցում անենք Հայաստանին, ես խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Հիմա ո՞ւր է անում վերջին տեսեք, մի կողմից ազգային ժողովը օրենք ընդունեց Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մյուս կողմից այս իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի հարաբերությունները այսպես հարաբերությունների պատասխան կամ հարաբերություններ սրելու բացարձակ ցանկություն չունեն։ Մյուս կողմից Իրանի պարագայում պարզապես լռություններ են հաղթում։ Չորրորդ կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներին վերում դարձնում են իրենց տարածքում երկարաժամկետ իրավունքներ ունեցող եւ հետեւաբար նաեւ որոշումներ կայացնող։ Հիմա այս խճանկարում, հա, մենք ունենք եւ ինչպես ենք կարողանալու ի վերջո այդ խճանկարի փազլի կետաները, մասնիկները հավաքել այնպես, որ դա ճակատագրական չլինի Հայաստանի համար։ Ես որ շնորհակալություն, այն որ դուք նկարագրեցիք հաստատի օրինակներով, Պաշտպանական Երևանը անվանում է բալանսավորման եւ հետաքրքրական բալանսավորող արտաքին քաղաքականություն, որի հիմքում դրված է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է կախված լինի բազմաթիվ արտաքին կենտրոնից։ Ես վերջերս անդրադարձել եմ այդ հարցին եւ այն որ դուք նկարագրեցիք, դրա արդյունքում
մեր փոքր տարածքը դառնում է ոչ մեկին չես մերժում, ոչ մեկին չես հակառակում, մորոնից կողքեն շահերի մասին, եւ մեր փոքր երկիրը դառնում է հակադիր շահերի համադրման կետ, որը անխուսափելի վաղ դուրս բերելու է շահերի բախմանը, եւ այդ պարագայում Հայաստանը կարող է ուղղակի վերածվել տարածաշրջանի դիմակայության էպիկենտրոնի, սա մեր երկրի համար, որը ռազմավարական խորություն չունի, կարող է ամենավատ հետևանքները ունենալ։ Մյուս կողմից այս քաղաքականության արդյունքով եւ օրինակներ ասում եմ բոլորս գիտենք, տեսնում ենք, այս այսպես կոչված բալանսավորման քաղաքականության արդյունքում դռներ են բացվում լայն իմաստով արտաքին ազդեցության համար, որոնք ուղղակի եթե չասեմ ձևավորում են, բայց մեծ ազդեցություններ մեր ներքաղաքական օրակարգի, մեր որոշումներ կայացնելու կարողության եւ միջազգային վարչապետի արդյունքում հակառակ այն գեղեցիկ բարերին եւ պաշտոնական քարոզությանը բոլորը ստանալու է դες շահերի չափաբաժինը, իսկ Հայաստան դառնալու է ոչ կենսունակ երկիր, որը կորցնելու է այս ճանապարհը կամ դեպի ռազմավարական սուբյեկտայնություն։ Եվ լուծումը ես առաջարկել եմ զսպման քաղաքականության միջոցով, որը իմ մասնագիտական գիտելիքների արդյունքում եմ ես եկել եզրակացությանը, հետալեր չեմ որինել, երբ որ ուժային քաղաքականությունը դառնում է գերիշխող մեթոդը միջազգային հարաբերություններում, ուժային քաղաքականությունը կարող է զսպել, չեզոքացնել միայն հակավոր ստեղծելու պայմանում։ Խոսքը պատերազմի մասին չէ։ Խոսքը այնպիսի կարողություններ զարգացնել, ներքին եւ արտաքին կարողություններ, որոնք թե չեզոքացնեն կամ կբացառեն նոր ռազմական փոփոխություններ։ Եվ այս զսպման քաղաքականության հիմքում ես տեսնում եմ Հայաստան-Իրան Ռուսաստան ռազմավարական եղանքինու ձևավորումը։ Շնորհակալություն պարոն Այբազյան, պարոն Եսայան, ես կցանկանամ, որ մենք մի քիչ խոսենք թրիփի մասին եւ հետո իհարկե կլսենք ձեր վերլուծությունները գլոբալ վերադասավորումների մասին։ Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո չնայած մեր բանախոսներն խոսեցին ընդհանրապես թրիփի հետևանքների մասին Իրանի հետ հարաբերությունների առումով, բայց ես կուզենամ հասկանալ թրիփում Հայաստանի շահը, ի վերջո որն է։ Ռոբերտ Քոչարյանը շատ հետաքրքիր ձևակերպում տվեց, ասաց, որ թրիփը ամերիկյան կողմի նվերն է Ադրբեջանին, բայց այդ նվերը առնում է Հայաստանի հաշվին եւ հայ ժողովրդի հաշվին։ Այսինքն, այստեղ դու կորցնում ես քո աշխարհաքաղաքական լծակը, կորցնում ես տնտեսական լծակը, որովհետեւ կիսակողմ ես հանդիսանում այդ պրոյեկտների մեջ։ Ադրբեջանը եւ Թուրքիան կապվում են իրար անխոչնդոտ ճանապարհով, որքան էլ են փորձեն համոզել, որ ոչ ընդհանուր համակարգ է գործելու եւ այլն, բայց այդ front եւ back office-ները արդեն իսկ խոսում են այն մասին, որ ճանապարհը անխոչնդոտ է լինելու եւ այդպիսի ձևակերպում գոյություն ուներ։ Մենք ըստ էության այդ ճանապարհից չենք օգտվելու։ Թուրքիայից գալու են վերան Ադրբեջան, Ադրբեջանից հակառակը եւ այլն, եւ այդ ճանապարհը ունի նույն ռեժիմով շարունակություն, միայն մեր տարածքում այդ ռեժիմը գործելու։ Մենք չենք գտնի որևէ հայ վարորդ, որը որ Ադրբեջանի տարածքով համարձակություն կունենա Ռուսաստան գնալ, չի լինելու հայ